Հունիսի 25-ի առավոտյան նույնպես ջրցան մեքենան գործի անցավ Բաղրամյան պողոտայում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս մեկի հետ կապ չուներ, նրան նկատողել չկա, տղաները մարզվում են, աղջիկները ընթերցում։ Հոգեբան Վարդուհի Մարգարյանը երկար է փնտրել այս օրերի հեղինակին։ Ընկերներից մեկը խորհուրդ տվեց, որ Հեսե կարդամ ու հենց կարդացի ներսը եւ դուրսը։ Գերմանացի գրող Հերման Հեսեի ստեղծագործության մեջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող աղջիկը տեսնում է նյութական եւ ոչ նյութական աշխարհների բախումը։ Ստիպում է մարդուն իրոք ներս նայել, մի հատ տեսնել ինչ է կատարվում մարդու ներսում ու միաժամանակ նաև դրսի ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա։ Հեսե ընթերցողի քթի տակ ինչ որ երիտասարդներ երգում են հայրենասիրական երգեր լռելու կամ չլռելու մասին։ Հրապարակի առօրյայի մի մասնիկն է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նրա ներկայությամբ նույնիսկ մեղայականներ են հնչում։ Եթե դուք կարծում եք, որ ինչ որ մենք ոստիկանների հանդեպ ինչ որ մի ավելորդ, որ հատուկ քննչական բաժինները ասում թարախոլացված եք, ոչ։ Այս երիտասարդի պաստառը վկա, թարախ չկա։ Նա իր հարաբերական անդորն օգտագործում է մարդկանց հիշեցնելու համար, որ ոստիկանները մեր եղբայրներն են, թեպետ տեսել է հունիսի 23-ի լուսաբացը։ Անկախ դրանից ինքին վրա օրենքով հարձակվելու լիազորություն ունի թե չէ, ես իրան ընդունում եմ որպես իմ եղբայր։ Եվ եղբայրները փողոցի մեկ այլ հատվածում պիցցա եւ հյութեր են հասցնում իրենց ուսադիրավոր հարազատներին, ոստիկանները հյուրասիրություն չեն ընդունում։ Օգտվեք։ Սովասեք։ Սառը կոֆե։ Լավ չի։ Փողոցի ամբողջ երկանքով ինչ-որ պահի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի վերջը զարդարած Շահին Հարությունյանն իր ընկերներով ֆուտբոլ է խաղում։ Պաստառի փոխարեն ազգային դրոշ, ոստիկանները նրա հետևից չեն վազում։ Երիտասարդ լուսանկարիչ Ալլա Սահակյանը հրապարակից հեռու տրվել է պերֆորմանսին, ներսը տեղափոխել է դուրս։ Կոնցեպտը այն է, որ մարդ ամեն ինչ այն ինչ որ ինքը հիմնականում անում է տանը մենակով կամ ինչ որ այդ տան ընդհանուր ատմոսֆերան ես հանեմ դուրս։ Օրինակ ինչ որ պատկերացրեք խանութում ատամ լվալուց կամ ան մարդուն, տենց բան երբեք չեք հանդիպի։ Երեկոյան Բաղրամյան պողոտան արդեն չի լինի այսքան հանգիստ եւ ինքնազբաղ, սակայն մարդիկ լինելու են նույնը։